Հսկիչ փաստաթուղթը լրացնում են բոլոր 6 եւ ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների վարորդները։ 6-ը ներառում է նաեւ վարորդի նստատեղը։ Ինչ պետք է անել դրա համար։ Նախ պետք է մուտք գործել տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կայքեջ, ապա այստեղից ընտրել գործունեության ոլորտներ բաժինը, որտեղից պետք է ընտրել տրանսպորտ բաժինը։ Այստեղ կան օրինակելի ձևերը։ Այստեղ պետք է արդեն ներբեռնել Հայաստանից դեպի Վրաստան եւ հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնելու նպատակով հսկիչ փաստաթղթի օրինակելի ձևի լրացման ձևանմուշը։ Ներբեռնելուց հետո պետք է լրացնել այնտեղ գտնվող ցանկը։ Առաջին հատվածում նախ պետք է լրացնել մեքենայի բնութագիրը, ապա պետք է գրել նաև տեղերի քանակը, թե քանի ուղևոր է փոխադրելու մեքենան։ Երկրորդ հատվածում պետք է լրացնել կազմակերպության անվանումը։ Երրորդ հատվածում արդեն վարորդների անուն ազգանունը պետք է գրվի, այսինքն կարող է լինել 1 վարորդ կամ կարող է լինել 2 կամ 3 վարորդ, բոլորի անուն ազգանունները պետք է գրվեն։ Կա երթուղու 3 տարբերակ։ Առաջինը, երբ որ մեքենան գնում է ուղևորների հետ եւ վերադառնում է ուղևորների հետ։ Երկրորդը, երբ որ մեքենան տեղափոխում է ուղևորներին, սակայն վերադառնում է դատարկ։ Եվ երրորդը, երբ որ մեքենան գնում է դատարկ, սակայն վերադառնում է ուղևորների հետ։ Հաջորդ հատվածում արդեն պետք է տեղադրել ուղղությունը երթուղու, օրինակ եթե Երևանից Թբիլիսի է ուղղությունը, պետք է գրել Երևանից Թբիլիսի եւ նաեւ պետք է գրել ամիս ամսաթիվը, թե երբ է պատրաստվում տեղի ունենալ ուղևորությունը եւ որքան ժամանակով։ Հաջորդ հատվածում արդեն պետք է տեղադրել ուղևորների անուն ազգանունները, արդեն կրկին լատինատառ։